Բազմաթիվ մարտահրավերների առջև կանգնած հայ ժողովրդի մեծագույն խնդիրը հետզհետե խորացող ներքին պառակտվածությունն ու ատելությունն է, որոնք են մեր անմիաբանության պատճառները, եւ ինչու ենք մենք տևապես այս վիճակում, ինչը կարող է մեզ համախմբել, ինչպես հաղթահարել ներքին թշնամանքն ու ատելությունը։ Այս հարցերին են անդրադառնալու Արամ Փախչանյանը, Մանուկ Երգնյանը եւ Մեսրոպ Քահանա Արամյանը։ Ինքնություն եւ արժեքներ հարթակի հարգելի անդամներ, հարգելի ներկաներ։ Այսօրվա մեր քննարկման թեման է համախմբվելու հրամայականը։ Մենք որպես ժողովուրդ բավականին երկար ժամանակ է քաոսի մեջ ենք ապրում։ Ներքին պառակտվածություն, ատելություն, թշնամանք, անմիաբանություն, անպատասխանատվություն, բնականաբար բոլոր գիտակից մարդիկ խիստ մտահոգված են այս վիճակով, բայց ինչպես հաղթահարել մեր այս ներքին պառակտվածությունը եւ գտնել մեզ համար այդքան կարեւոր եւ կենսական համախմբվածությունը։ Եվ իմ առաջին հարցը հետեւյալն է, թե որն է պատճառը մեր այս ներքին պառակտվածության եւ անմիաբանության եւ ինչու ենք մենք այսքան երկար ժամանակ այս վիճակում գտնվում։ Սա ինչ որ ներքին պատճառներով առաջացած մի հիվանդություն է կամ մի այսպես խզման վիճակ է, թե ունի դարերի խորքից եկող պատճառներ։ Այսինքն դա մեզ փոխանցվել է որպես ժառանգություն եւ մենք կարծես թե զոհն ենք այդ ժառանգության։ Սա արտաքին ծրագրավորված հարձակում է կամ ինչ որ մի վիրուս է, թե ընդամենը մի ժամանակավոր հիվանդություն է եւ մենք ունենք բոլոր այն ներուժը եւ տվյալները, որ կարող ենք սա հաղթահարել եւ դիմագրավել։ Խնդրեմ Մանուկ, սկսենք քեզանից։ Նախ թերևս պետք է արձանագրել, որ այս մասնատվածության բևեռացման երևույթը հատկորոշ չի միայն հայկական հասարակությանը։ Մենք այսօր ականատես ենք լինում համաշխարհային մակարդակով ծայրահեղ բևեռացման, հասարակությունների մասնատեցման, ֆրագմենտացման եւ սա արդեն իսկ բավական մանրամասնորեն հասարակագետների կողմից ուսումնասիրվել է, նշելով, որ զարգանում է այնպիսի երևույթ, ինչպես այսպես կոչված աֆեկտիվ բևեռացումն է, զգացմունքային բևեռացումը, երբ որ հակառակ կողմի կամ հակառակ խմբի ներկայացուցիչին վերագրվում են մարդկային բացասական արժեքներ, մասնավորապես կեղծավորություն, եսասիրություն, նեղմտություն եւ այլն։ Օրինակ, այսպեսի մի հետազոտություն էր կատարվել, որ 60-ական թվականներին մի կուսակցության դեմոկրատական եւ ասենք հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Միացյալ Նահանգներում ընդամենը 1-ից 5% էր դեմ, որպեսի իր ընտանիքի անդամը ամուսնանա մյուս կուսակցության աջակցողին։ 2010 թվականին արդեն 1/3-ից մինչև կեսին էր հասնում, այսինքն 50%-ը չէր համարում, որ պետք է այդ հնարավորությունը կա էլ, որ ասենք ուրիշ կուսակցության աջակցի հետ ամուսնական կապեր հաստատեն։ Այստեղ նաև մեծ դերակատարություն ունի իհարկե ինֆորմացիոն էկոհամակարգերը, սոցիալական ցանցերը ստեղծում են այսպես կոչված սոցիալական պղպջակներ եւ ալգորիթմները այնպես են աշխատում, որ մարդիկ ուղղակի հայտնվում են սեփական պղպջակների մեջ, հաստատվում այն կարծիքի մեջ, որում իրենք սկզբնապես ուրեմն դիրքորոշում ունեին եւ ավելի ծայրահեղանում, որովհետեւ նաեւ այսօրվա համատեքստում ըստ էության յուրաքանչյուր մարդ հանդիսանում է մեդիա
Եվ ավելի խորքային պատճառը թերևս դա սա հետևանք է պոստմոդեռնիզմի գաղափարախոսության, երբ որ ճշմարտությունը արդեն իսկ օբյեկտիվ չափանիշ չէ, ճշմարտությունը յուրաքանչյուր անհատի ուրեմն կարողությունների շրջանակում է մեկնաբանման ուրեմն առիթ է եւ հետեւաբար սա բերում է ծայրահեղ հասարակությունների ծայրահեղ ատոմացման եւ ի վերջո ընդհանրապես ճշմարտության ընկալման կորուստի։ Մեր պարագայում իհարկե սրան գումարվում են մի շարք այլ պատճառներ, մասնավորապես մեր այսօրվա ժամանակագրական, այսպես ասած, այն յուրահատկությունը, երբ որ մենք պարտված հասարակություն ենք, ըստ էության պատերազմում պարտված հասարակություն ենք, եւ այդ հասարակությունը չի կարողացել անցնել ինքնարեֆլեքսիայի, ինքնահայեցողության մակրող process-ով, ես այստեղ երևի հիշատակեմ Հովհաննես Թումանյանի հայտնի նամակը Ավետիք Իսահակյանին, երբ որ ասում է այսքան աղետից եւ վշտերից հետո ոչ մի պատասխանատու մարդ չգտնվեց, ոչ մեկ պատասխան չտվեց։ Եվ իսկապես խնդիրը ոչ թե զուտ ընթացիկ պատասխանատվության մասին, այլ ընդհանրապես սա վերլուծելու եւ ասելու, որ ես այս հարցերում պատասխանատու եմ եւ իմ սխալների հետևանքով է սա տեղի ունեցել։ Եվ թերևս վերջի պատճառը դա մեր էլիտաների անկարողությունն է ձևակերպելու միավորող տեսլական։ Ես ասում եմ էլիտա դրա մեջ ներառել ոչ միայն քաղաքական, այլև մտավոր ինտելեկտուալ էլիտաները։ Շնորհակալություն Մանուկ, խնդրեմ Արամ քո անդրադարձ։ Դե Մանուկը հիմնական մտքեր երևի ասած, մի քանի բան ավելացնեմ, թե ինչն է իմ կարծիքով նաև ավելանում եւ ոչ միայն իմ կարծիքով, սա երի հետազոտություն է։ Մեծ ազդեցություն ունեն սոցիալական ցանցերը, ավելին քան մենք պատկերացնում ենք, եւ պատճառներից մեկը հետեւյալն է այդ բևեռացման վրա, որ ամեն մեկս մի այլ մարդու հետ այս երկիր մոլորակի վրա կապված ենք 5 մարդու միջնորդությամբ։ Դա փաստ է, դա հետազոտված փաստ է եւ ապացուցված է։ Եվ նախկինում էր այդպես, բայց այստեղ մի յուրահատկություն է առաջացել, որ այդ հերու կապերը, որոնք անմիջապես չեն ներառում մեր անմիջական, մեզ համար հարազատ մարդկանց, ում հետ մենք ունենք ընկերային անմիջական հարաբերություններ։ Մարդկանց մոտ կտրուկ աճելն են շնորհիվ սոցիալական ցանցերի։ Իմ այսպես կոչված Facebook-յան ընկերների մեջ կան 5000 մարդ, որոնցից երևի միայն մի 100-ին ես անձամբ շատ լավ գիտեմ, մնացածները դրանք ուղղակի մարդիկ են։ Եվ խնդիրն այն է, որ եթե դու ու դա հետազոտված փաստ է, եթե դու մարդու նկատմամբ պատասխանատվություն չես զգում եւ անձնական պատասխանատվության դաշտում չես, դու կարող ես կտրուկ արձագանքել ցանկացած իր մտքին, շատ կտրուկ։ Եվ անգամ կարևոր չէ որ դու գրես, ուղղակի արձագանքելն է բավարար։ Բայց շատերը նաեւ գրում են այդ արձագանք եւ ստանում են համապատասխան այն կողմից արձագանք։ Եվ դա բերել է նրան, որ բոլոր հասարակություններում կտրուկ աճել է քանակը մարդկանց, որոնք գտնվում են մտավոր հակամարտության մեջ մնացածների հետ։ Եվ այդ հակամարտությունը դու սկսում ես ընկալել որպես քո դերը հասարակության մեջ, դա դառնում է քո առօրյա կյանքի մասը, դա դառնում է քո վարքագիծը, եւ այն սկսում է արտացոլվել համարյա ամեն հարցում։ Առաջին բանը, որը մտքիդ գալիս է, որ դու հանդիպում ես անծանոթ մարդկանց, որ սրանք այն վիրտուալ աշխարհի ներկայացուցիչներն են, որոնց ես չեմ ճանաչում եւ որոնք իմ նկատմամբ շատ ագրեսիվ են, ուրեմն ես է պետք է լինեմ ագրեսիվ իրենց նկատմամբ։ Եվ դա արդեն իսկ մեծ հանգամանք է, որը առավել եւս եթե մենք հիմա անդրադառնանք Հայաստանին, իմանալով հանդերձ թե որքան մեծ տարածում ունի Հայաստանում, որքան Facebook-ը եւ մնացած սոցիալական ցանցերը, դրա հետևանքները բացահայտ են։ Մենք դա տեսնում ենք ամեն օր։ Երկրորդ խնդիրը, որը ես կուզենայի մատնանշել, դա այսօրվա 21-րդ դարի պետականության ճգնաժամն է աշխարհում։ Ոչ միայն Հայաստանն է դարձել կրկնելով Մանուկի գաղափարը, ոչ միայն Հայաստանն է այդ վիճակում գտնվում։ Մենք տեսնում ենք, որ պետությունները իմաստազրկվում են եւ երիտասարդ սերունդը օրինակ շատ մարդիկ չեն գիտակցում այլևս պետության իմաստը, իրենց ընկալման մեջ չկա վտանգ պաշտպանվելու, նշանակում է արժեզրկվում է պետության գոյությունը։
Եվ այդ առումով չունենալով պետականություն, չունենալով համակարգ, որի շուրջ դու կարող ես կառուցել քո ազգը, որի հիման վրա դու կարող ես քո ազգը, դու որպես ազգ, որպես միավորում սկսում ես արժեզրկվել, կորցնել կապերը, այդ պետականությունը չի դառնում քո համար առաջնորդություն, դառնում է լավ ապրելը, ինչպես մանուկ ասած, ուղղակի լավ ապրենք, դա է մեր պետության իմաստը, բայց այդպես չի լինի, այդպես հնարավոր չէ ազգ պահել, որտեղ ազգը ամրացնում է պետությունը, պետությունը պահում է ազգին, եթե մեկը քանդվում է, մյուսն էլ է քանդվում։ Շնորհակալություն Արամ։ Ես նույնպես փորձեմ պատասխանել իմ այս հարցին։ Ըստ իս այս ամենը ինչ որ ասվեց իհարկե շատ կարևոր է, բայց կան խորքային հոգևոր պատճառներ այս ամենի։ Ես կարող է շատ այսպես վերևի նոտայից սկսեմ, բայց դա է ճշմարտությունը։ Մենք կորցրել ենք Աստծուն, հեռացել ենք Աստծուց եւ հեռացել ենք այն ամենից, ինչ որ Աստված տվել է մեզ որպես պարգև եւ որպես ժառանգություն։ Իսկ մեր պատմությունը հնարավոր չէ Աստծուց տարանջատել, մեր ինքնությունը հնարավոր չէ տարանջատել։ Մենք նաեւ կորցրել ենք մեր հոգեվոր կարգավիճակը, մենք առաքելություն ունեցող ժողովուրդ ենք, ի վերջո առաջին քրիստոնյա ժողովրդի հանգամանքը սա շատ կարևոր կարգավիճակ է, ստատուս է։ Մենք կորցրել ենք դա։ Այսինքն ֆորմալ կերպով դա այդպես է, բայց մենք մեր տվյալներով որևէ ձևով դրան չենք համապատասխանում։ Չենք համապատասխանում, մեկը եթե նայի մեր վրա, չի ասի, որ սա առաջին քրիստոնյա ժողովրդի պատկերն է։ Ժողովրդի 95% ասում է, որ ինքը հավատում է Աստծուն, բայց մեր գործողությունները, մեր իրավիճակը, այն ինչ որ մենք ունենք Հայաստանում, ամենևին էլ դա ցույց չի տալիս։ Ես վստահ եմ, որ բոլոր ճգնաժամերի ետևում կան հոգևոր լուրջ խնդիրներ։ Սկզբից տեղի է ունենում հոգևոր քայքայումը անտեսանելի ձևով եւ հետո արդեն ի հայտ են գալիս դրա ֆիզիկական եւ այլ տեսակի նշանները։ Ուրեմն մեր խնդիրը այդ հոգևոր հարթության մեջ է։ Իսկ հոգևորը ինչ է։ Հոգևորը դա մաքրության ճանապարհ է։ Դա պատասխանատու վիճակ է։ Սա նշանակում է, որ դու անընդհատ հոգևոր ճանապարհով գնալիս պիտի չարիքի, այդպիսի շեղումների, պառակտումների, մեղքի դեմ անընդհատ պիտի պայքարես։ Երջո ասենք մեղքը ինչ է, եթե փորձենք մեղքը այլ ձևով բնութագրել։ Մեղքը դա պառակտում է։ Մեղքով չարը պառակտվեց այդ աստվածային իրականությունից եւ հետո էլ մեղքի պատճառով մարդը պառակտվեց Աստծուց։ Այսինքն ցանկացած բաժանություն, ցանկացած պառակտում, ցանկացած անմիաբանություն մեղքի հետևանք է։ Իսկ ինչպես այդ մեղքը հաղթահարել, դրանք արտաքին միջոցներով չես կարող հաղթահարել։ Դրա համար հոգևորը առաջադրում է շատ տարբեր ձևեր այդ մեղքի հաղթահարման, բայց նախ եւ առաջ այդ ուղիղ ճանապարհը ապաշխարության ճանապարհն է։ Եվ ես կարծում եմ, որ մենք դրա կարիքը շատ ունենք։ Ես իհարկե հիմա զրուցակիցները խոսեցին ժամանակակից տեխնոլոգիաներից եւ այլն, այսինքն որ սա կարող է ուղղակի արտաքին միջամտության հետևանք լիներ մեր պառակտումը, բայց ես կարծում եմ, մենք ներքին բազմաթիվ պատճառներ ունենք։ Նախ պատմականորեն շատ հաճախ է մեր անմիաբանությունը դրսևորվել, պատմիչներն են դրա մասին խոսում, պատմական տվյալներն են խոսում, եւ երևի այդ ներքին անմիաբանությունը չունենայինք մենք բավականին այսօր այլ կարգավիճակ կունենայինք։ Ուրեմն կան նախադրյալներ, այսինքն չարը երբ որ մարդուն փորձում է, եթե մարդու մեջ ինքը տեղ չունի, ինքը չի կարող այդ մարդուն փորձության ենթարկել, բայց չարի փորձությունը դառնում է շատ դաժան, եթե մարդը իր մեջ տեղ է բացում այդ փորձությունների համար։ Այնպես որ մենք դարերով դա նաև ցույց ենք տվել։
ծայրահեղ իրավիճակներում, այսպես ասած, միաբանվել ենք եւ ինչ որ հերոսական գործողություններ ենք կատարել, բայց ընդհանուր առմամբ սա մի բան է, որի մեջ կարելի է իսկապես հայ ժողովրդին մեղադրել։ Այսինքն ինքներս մենք կարող ենք մեղադրել։ Այսինքն կան նաև այսպիսի պատմական պատճառներ։ Եվ վերջապես ես չեմ բացառում իհարկե ժամանակակից տեխնոլոգիաների զորությունը եւ այլն, բայց նաև ուզում եմ ասել, որ այդ շերտն էլ կա։ Թե որն է հիմա դոմինանտ, այդ արդեն այլ հարց է։ Բայց նաև ես ուզում եմ ասել, որ մենք ընդհանրապես չունենք հոգևոր անվտանգության որևէ հայեցակարգ։ Ընդհանրապես չունենք անվտանգության հայեցակարգ, սկսենք դրանից, հա։ Ես գոնե չգիտեմ դրա մասին, կան ինչ-որ գաղափարներ շրջանառվող, բայց նաև այդ հոգևոր անվտանգության եւ պաշտպանության այդ խնդիրները լրիվ բարձիթող են արված։ Իսկ նշանակում է, որ մենք ուղղակի բաց ենք ամեն տեսակ չարիքի առջև, ինչ ուզեն մեզ այդ կարող են անենք, մենք ոչ մի պաշտպանական համակարգ մինչև հիմա չենք մշակել, էլ չեմ ուզում ասել, որ ընդհանրապես համակարգային մտածողություն մեզանում գրեթե չկա։ Ու սրա պատճառները նույնպես պատմականորեն ունենք, որովհետև դարերով չենք ունեցել մակրո համակարգեր, ուրիշների համակարգերի մեջ ենք ապրել, դրա համար այդ մտածողությունը մեր մեջ չի զարգացել։ Սրանով ես ամփոփեմ իմ պատասխանը եւ իմ հաջորդ հարցը եւ այն է թե իսկ ինչը կարող է մեզ համախմբել, ընդհանրապես ինչի շուրջ համախմբվել։ Սա էլ կարևոր հարց է, որովհետեւ բավական չի ասել, որ եկեք համախմբվենք։ Ինչի շուրջ համախմբվենք։ Բնականաբար ես նկատի ունեմ իմաստավորված համախմբումը, որտեղ հանցագործներն են իրար հետ համախմբվում, չարնել է համախմբվում եւ այլն, այսինքն իմաստավորված եւ բարոյական համախմբման մասին եմ խոսում։ Եվ նաեւ ժամանակին համախմբան, որտեղ եթե ժամանակին չես համախմբվում, ուշանում ես, այդ համախմբվածությունը կարող է ամենևին էլ պիտանի չլինել։ Ինչի շուրջ համախմբվենք, Մանուկ, ըստ քեզ։ Ասում եմ այդ հարցին մոտենալու համար պետք է սկսել ամենախորքային մեկնակետից։ Մարդկային ձգտման, այսպես ասած, մեկնակետից ոչ թե մեկը սկսում է ազատության գաղափարից, մյուսը երջանկության գաղափարից, մյուսը պատմական տրամաբանության գաղափարից։ Բայց իմ խորին համոզմամբ մարդկային կյանքի ամենակարևոր հարցը դա հավերժության հարցն է։ Եվ գոյաբանական տեսանկյունից ըստ էության միակ հարց, որովհետև առանց հավերժության հարցի մնացած ամեն ինչ ի վերջո ունի վերջնական եզրահանգում, կարճ 80-90 լավ, չգիտեմ 100 տարի, հա, որևէ երևույթ մարդկային, որևէ ձգտում ունի վերջավորություն։ Եվ ըստ էության իմաստի հարցին այս վերջավորության մեջ չկա պատասխան։ Իմաստի հարցին միակ պատասխանը կա հավերժության մեջ։ Եվ այս հավերժության գաղափարից է, որ մարդկային ձգտումները արտացոլում են ստանում եւ անհատական կյանքում եւ հավաքական կյանքում։ Եթե մարդը հավերժական էակ է, իր բոլոր գործողությունները ունեն անverջ արժեք։ Նույն կերպ իր բոլոր հավաքական գործողությունները ունեն անverջ արժեք։ Իսկ պետությունը եւ ազգային գոյությունը դա այդ հավերժին պատասխանի հավաքական ձևն է։ Մի փիլիսոփա շատ լավ էր ձևակերպել վերջերս, ասում է պետությունը դա հավերժության հավաքական հույսն է։ Հիմա եթե այս տեսանկյունից ենք մենք նայում մեր պատմությանը, հա, մենք տեսնում ենք, որ մենք սկզբնավորվել ենք որպես արձագանք որոշակի նախախնամության կանչին, որովհետև ի վերջո այս հավաքական ճանապարհը իմ կարծիքով կարելի է բնութագրել կանչերի եւ պատասխանների միջոցով։
ըստ էությունը նախախնամությունը կամ պատմությունը քեզ որոշակի առաքելության է կանչում, դու կամ պատասխանում ես կամ ոչ, կամ մի ձև ես պատասխանում կամ այլ ձև ես պատասխանում։ Եվ դրանք ամենակարևոր պատասխանները են առանցքային ժամանակի պատասխաններն են։ Առանցքային ժամանակներից ամենակարևորը սկզբնական ժամանակն է, երբ որ դու սկզբնավորվում ես որպես հավաքականություն, իսկ մենք սկզբնավորվեցինք որպես ազատությանը եւ ճշմարտությանը հետևելու կանչին պատասխան միջագետքից ոնց որ սկսելով, որովհետև ըստ էության Հայկը հեռացավ Բաբելոնից, չէ՞, եւ միջագետքի այդ քաղաքակրթության տեսաբանների կողմից համարվում է ակունքային քաղաքակրթություն, որից բխել են եւ հելենիստականը եւ հետագայում նաեւ քրիստոնեական քաղաքակրթությունը, այսինքն մենք ակունքային քաղաքակրթության մաս լինելով, որ մեր ուրույն պատասխանը տվեցինք այդ կանչին։ Այնուհետև քրիստոնեությանը մեր պատասխանը եղավ շատ հստակ եւ շատ ուժեղ, եւ ինչպես Տեր Մեսոպը նշեց ըստ էության մենք առաջինը այդ պատասխանը ձևակերպեցինք եւ այդտեղ ձևավորվեց մեր նաեւ ուրույն քաղաքակրթական առաքելությունը թարգմանական շարժումով սկզբնավորված մենք որոշակի ուրույն աշխարհընկալում ունենք եւ աստվածընկալում ըստ էության մեր աշխարհընկալման հիմքում մեր ուրույն աստվածընկալումն էր որտեղ շատ կարևորվեց, ես դա կանվանեի նաև այս թարգմանական առաքելությունը, որը նշանակում է, որ մենք լավագույնս հասկանում ենք մյուսներին եւ կարողանում ենք այդ թարգմանել տարբեր լեզուները, որ մենք ունենք հիշողություն, պատմական հիշողություն եւ ինչքանով որ ժամանակը անցնում է, մենք կարողանում ենք եւ խոսել ժամանակի լեզվով եւ չկորցնել այդ պատմական հիշողությունը։ Եվ այդ առումով շատ կարևոր դերակատարություն ունենալ քաղաքակրթական երկխոսությունների մեջ։ Եվ այս պատմական առաքելությունը դրսևորվել է մեր պատմության ընթացքում։ Հիմա այս տեսանկյունից իմ կարծիքով մեր համախմբման կարևորագույն առանցքը կարող է լինել հենց մեր քաղաքակրթական առաքելությունը։ Ոչ թե ինչ որ մի հատ պետական մոդել, այլ ավելի շատ պետությունը որպես համաշխարհային հայկականության առանցքային կազմակերպված հանգույց։ Եթե այս դիտանկյունից մենք նայենք, մեր պետական պետության մոդելը շատ ավելի կարևոր դերակատարություն կարող է ունենալ աշխարհում, քան թե զուտ այն սահմանափակելով մի տարածքի, որը ուղղակի հանդիսանում է, ասենք, տարբեր առևտրային, ինֆորմացիոն, տնտեսական հոսքերի տարածք առանց դիմագծի։ Ընդհակառակը մենք կարող ենք դինել խաչմերուկ, երբ որ իսկապես հավակնություն ունենք այդ քաղաքակրթական առաքելության, որտեղ դու ներկայացնում ես նաև համաշխարհային հայությանը, որոնք դու կարողանում ես այդ տարածքից դուրս հարցեր լուծել։ Այսինքն քո խնդիրը միայն չեզոք տարածք տրամադրելը չի, այդ տարածքը կարևոր հարցեր կարող է լուծել աշխարհի տարբեր կետերում։ Սա իհարկե շատ ակտիվ, ոնց որ ասած, առաջարկի քաղաքականություն է, որը հանգելու է իհարկե դիմադրության, հակադրության է հանգելու։ Եվ որպեսզի դու կարողանաս այդ քո առաջարկը պաշտպանես, դու պետք է կարողանաս անընդհատ կուտակել ուժ, սկսած ժողովրդական ուժից վերջացած ռազմական ուժով։ Եվ այստեղ ուժը արդեն դառնում է ոչ թե զուտ կույր ինչ-որ մի կուրկ, հա, ինչպես ասենք 19-րդ դարում, ասենք նիցշեականությունը դարձավ ու բերեց 20-րդ դարի կատաստրոֆային։ Այստեղ ուժը դառնում է մի գործիք, որի միջոցով դու իրագործում ես քո կենսագործող կառուցողական առաքելությունը ամբողջ աշխարհի մեջ։ Եվ սա նաև հասկանալի է, եւ սա նաև աշխարհին հասկանալի է, որ դու դիմագիծ ունեցող մի պետություն ես, առաքելություն ունեցող ժողովրդի արտահայտությունը, եւ ոչ թե ուղղակի մի հերթական պետություն, որը ուղղակի փորձում է գոյատևել այս աշխարհակաղակական ինչ որ բախումների մեջ որոշակի ճկունություններ ցուցաբերելով։ Այո, ճկունությունները անհրաժեշտ են, բայց եթե դու չունես առանցք, մեծ ռիսկ կա, որ այդ չափազանց ճկուն լինելով դու ուղղակի կորցնելու ես
քո ինքնությունը, իսկ այդ ժամանակ դա չի լինի արդեն հայկական պետություն։ Խնդրեմ Արամ։ Մանուկը խոսեց առաքելության մասին, ինչի համար հարցին պատասխանելով, ես հիմա խոսեմ թե երևի շատ ինչպես դա անել, որովհետև դու կարող ես մարդկանց հավաքել ընդհանուր գաղափար եւ առաքելության շուրջ, բայց եթե դու ենթակառուցվածքներ եւ գաղափարներ ճիշտ կերպով այդ մարդկանց հետ չձևավորես, այդ մարդիկ առաջին արճակատման պարագայում կգշտվեն եւ կհեռանան իրար հետ, չեմ ասում որ կարող է սկսել իրենց միջև պայքար եւ հակասությունները կարող են հաղթել միաբանությունը։ Իմ կարծիքով հիմնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք, դա ինստիտուցիոնալ կայացումն է։ Դրա համար մենք պետք է ընդհանրապես ուժեղ հասարակության մեջ ամենաուժեղը ոչ թե պետությունն է իր պետական կառույցներով, այլ ինստիտուտներն են, որոնք ձևավորվել են հասարակության կողմից։ Կառույցներ, որոնք այնքան ուժեղ են, որ կարող են պարտադրել ցանկացած պետության, անկախ նրան թե այնտեղ ինչ իշխանություն եւ ինչ է կատարվում, պարտադրել որոշակի օրակարգ, որը իր բնույթով պետք է բխի ոչ թե այսօրվա միայն շահերից, այլ երկարաժամկետ տեսլականից եւ այն առաքելությունից, որին ծառայում է այդ պետությունը եւ այդ ժողովուրդը։ Մենք դրա փորձը չունենք եւ դրա իրականությունը ցավոք շատ քիչ է մեզանում։ Եթե դուք նայեք թե ինչի հաշվին է չնայած քաղաքական մեծ կորուստների ամուր մնում, ասենք Մեծ Բրիտանիան իր ինստիտուցիոնալ կարողությունների շնորհիվ, դա է, որ իր ազդեցությունը շարունակում է տարածել ամբողջ աշխարհով մեկ, չնայած որ իր քաղաքական եւ տնտեսական իրավիճակը շատ տարբերվում է նրանից, ինչ որ ասենք 20-րդ դարի սկզբում էր։ Եվ այն ինստիտուցիոնալ դատարկությունը, որ կա մեր հասարակության մեջ, միանշանակ, անկախ ամեն մեր քաղաքական գործունեությունից, անկախ մեր երազանքների ժողովրդավարության, ինչը լինի, բերելու է միապետության, բերելու է մարդապաշտության, որտեղ եթե դու ինստիտուցիոնալ հզորություն չունես, դու ունեն միայն մի տեսակի հզորություն, մարդու հզորություն։ Հիմա այն ինչ որ մենք կարծում ենք, որ պետք է անենք, մենք պետք է սովորենք միավորվել ընդհանուր մեծ հետաքրքիր ոգևորիչ եւ առաջնորդող կառույցների շուրջ։ Ես օրինակ մի պարզ սկզբունք եմ ինձ համավերցնել, թե արդեն գնանք անձի մակարդակի, երբ որ որևէ մարդ ինձ որևէ բան ասում է, կամ ես լսում եմ որևէ բան, որևէ մարդուց մեր երկրում, ես միշտ մտածում եմ նրա շուրջ, թե ինչու եմ ես համաձայն իր հետ, այլ ոչ թե ինչու եմ ես անհամաձայն։ Անկամ եթե այն, ինչ որ այդ մարդու կողմից ես լսում եմ, բացառապես հակասում է իմ համոզմունքներին։ Ինչու, որտեվ ինստիտուցիոնալ ստեղծագործությունը հնարավոր է միայն, երբ որ դու ներառում ես այդ ինստիտուտների մեջ բոլոր տեսակետները, բոլոր հակասական պատկերացումները, առանց դրա այդ ինստիտուտները սկսելու են մեկը մյուսին ոչնչացնել եւ ոչնչանալու են իրենք էլ։ Մենք պետք է դա գիտակցենք եւ սովորենք կառուցել համատեղ ինստիտուցիոնալ համակարգեր, որտեղ մենք կմիավորվենք եւ կարողանանք գործել միասին։ Եվ այդ ինստիտուտների դրանց որոշ անունները հայտնի են։ Բանակ, եկեղեցի, համալսարաններ, մեծ նպատակներ հետապնդող կառույցներ։ Մենք պետք է ամեն ջանք հիմա գործադրենք, որպեսզի մեր ինստիտուցիոնալ կառույցները ամրանան, որպեսզի մենք կարողանանք ուժեղ ազգ ունենալ։ Շնորհակալություն Արամ, ես լիովին կիսում եմ Արամի ասածը, որ ինստիտուտների կայացումը եւ դրանց շուրջ համախմբումը կենսական անհրաժեշտություն է որևէ ազգի գոյության համար։ Եթե չկան ինստիտուտներ, այդ ազգը այսպես քվազի ազգային վիճակում է գտնվում։ Իհարկե, այդ ինստիտուտները պիտի կառուցված լինեն որոշակի բովանդակության շուրջ, իրենք անբովանդակ չեն լինում, եւ նաեւ որոշակի առաքելության շուրջ, ինչի մասին Մանուկը խոսեց, այսինքն այդ ինստիտուտները պիտի լինեն խորքային բովանդակության կրողներ եւ առաքելություն պիտի իրականացնեն, այսինքն քո ազգային այդ առաքելությունը տարբեր ձևաչափերով պիտի իրենք իրականացնեն։ Անդրադառնալով այս հարցին, իհարկե ինչի շուրջ համախմբվել, մենք ինքնություն եւ արժեքներ
այս քննարկումների շարքի շուրջ ենք հավաքվել, այս գաղափարի շուրջ ենք հավաքվել, բնականաբար մենք պետք է համախմբվենք մեր ինքնության եւ արժեքների շուրջ։ Իհարկե այս ամենը ունեն սահմանման կարիք, մենք այստեղ աշխատանքի կարիք ունենք, որպեսզի ասենք, թե որն է մեր ինքնությունը եւ մեր արժեքները որոնք են։ Մենք շատ ենք խոսել այս ամենի մասին եւ նույնիսկ ինչ որ բաներ առաջադրել եւ այլն։ Բայց ես ուզում եմ դրանց աղբյուրը մատնանշել։ Այդ աղբյուրը հոգեվոր գիտակցությունն է։ Այսինքն այն ամենը, ինչը որ մենք անվանում ենք արժեք, այսինքն այդ արժեքը պետք է լինի ինչ-որ բարձր, մի նվիրական, ինքը սակրալ բան է իրենից ներկայացնում։ Այդ արժեքները բոլորը բխում են հոգեվոր գիտակցությունից։ Տվյալ պարագայում մեր ազգի դեպքում դրանք մենք վերցրել ենք քրիստոնեությունից։ Եթե մենք ասում ենք մեր ինքնությունը ինչ է, փորձում ենք սահմանել այդ ինքնությունը, առանց աստվածային հայելու մեջ նայելու, աստվածային իրականության այդ հավերժի վրա նայելու, մենք չենք կարող որևէ ձևով մեր ինքնությունը տեսնել։ Ոչ մեր մարդկային ինքնությունը, որովհետև մենք Աստծո պատկերն ու նմանությունն ենք, այդ պատկերն ու նմանությունը եթե դրեցինք մի կողմ, մեր ինքնությունը ոչ մի արժեք ընդհանրապես չունի։ Եվ ոչ էլ ազգային ինքնությունը, որը Աստծուց քեզ տրված հատուկ առաքելություն իրականացնելու համար է։ Ի տարբերություն շատ այլ ժողովուրդների, որոնք միգուցե չգիտեն, թե որն է իրենց հատուկ այդ առաքելությունը կամ դա համարում են երկրորդական բան, մենք աստվածաշնչային ազգ ենք եւ մենք գիտենք մեր ծագումնաբանության մասին, ինչպես Մովսես Խորենացին է պատմում, եւ մենք գիտենք, թե որն է մեր առաքելությունը եւ պետք է դա իրականացնենք։ Մեր առաքելությունը այո գալիս է հայկից, մեր առաքելությունը գալիս է քրիստոնեությունը ընդունելուց, բայց նաև մեր առաքելության կենտրոնում Արարատ լեռն է եւ այդ լեռան հետ կապված իրադարձություններն են։ Այդ լեռան անունով ենք մենք կոչվել Արարատյան թագավորություն, Արարատյան ժողովուրդ, միջև հայ կոչվելը անգամ։ Եվ այնտեղ մի կարևոր բան է տեղի ունեցել. Աստծո հետ հաշտությունը, հաշտության ուխտ է կնքվել Աստծո հետ։ Ամբողջ մարդկության հետ Աստված կնքել է հաշտության ուխտ։ Եվ կան այդ ուխտի պահապանները, մենք պահապան ժողովուրդ ենք որոշակի սակրալ նվիրական հիշողության։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է մեր ինքնության համար։ Հիմա ես որոշակի բաներ ասեցի եւ ուզում եմ ցույց տալ, որ եթե մենք հոգեվորը դնում ենք մի կողմ, այդ քրիստոնեությունը դնում ենք մի կողմ, տակը ոչինչ չի մնում, բայց մենք շատ բարդ հարաբերություն ունենք այդ քրիստոնեության հետ։ Այդ քրիստոնեությունը ամենաչճանաչված եւ ամենաչգիտակցված բանն է մեզ համար։ Մենք հայերս կարիք ունենք նորովի հասկանալու եւ վերաբացահայտելու այդ քրիստոնեությունը եւ ոչ միայն հայերս, այլ ամբողջ մարդկությունը։ Լավ, հիմա մենք պատրաստ ենք պատասխանել դահլիճից մեզ ուղղված հարցերին։ Խնդրեմ։ Շնորհակալ ենք հետաքրքիր թեմայի արձասման համար։ Կուզենա հետևյալ անդրադարձ անեք եւ նաեւ փոքրի, այսպես ասած, հարցից պատասխանեք, եթե հնարավոր է։ Իմ կարծիքով համախմբման համար պետք է ամեն այդ միավորող անհատը գիտակցի իր շահեկանությունը։ Եթե դու համախմբում ես, ինչ որ գաղափար կլինի ինչ որ շարժում, կլինի դա, չգիտեմ, ինչ որ կառույց, դրա շուրջ պետք է ներքաշված լինի ամեն մի անհատը, որ գիտակցի իր շահը այդտեղ ինչումն է։ Եթե մենք պաշտպանում ենք թշնամուց, ամեն մի անհատ գիտակցում է, որ եթե համախմբված չլինեն, իր անհատական անվտանգությունը նույնպես կարող է տանուլ տար եւ այդ թշնամին կարող է իրեն էլ հասնի։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ձեր կարծիքով մեր ներկայիս հայկական իրականությունը, եթե ախտորոշելու լինենք հիվանդի տեսանկյունով, ձեր կարծիքով եթե քաղցկեղ վիճակ է, ապա որ ստադիայում է, այն բուժելի է, թե անբուժելի ինչ որ բանի մեջ է մտած, ընթացքի մեջ են գտնում։ Եթե բուժելի է,
այդ դուք մի քանի տարբերակներ առաջարկեցիք, նախ տեսլականի հարցում, հետո ինստիտուցիոնալ, այսինքն ստրուկտուրներ կառույցների հարցում, բայց այնուամենայնիվ որն է այն բնորոշիչ մի առանցքային մասնիկը, որի շուրջ կարելի է այդ ամեն ինչը մեկտեղել։ Շնորհակալ եմ։ Ինձ թվում է մի քանի հարց կար ձեր հարցի մեջ։ Առաջինը երևի շահի վերաբերյալ, հա։ Շահը տարբեր ձև կարելի է հասկանալ, հա, սկսած նյութականից մինչև հոգևոր։ Մարդ, օրինակ, որը պատասխանում է իր աստվածային կանչին, այդ իր շահն է թե չէ։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ամեն ինչ տեղը կընկնի, բայց նաև հասկանալի է, որ պետք է լինի գործնական պրագմատիկ մեխանիզմներ այդ միավորվան։ Երևի թե դրա մասին մենք այդ հաջորդ հարցի շրջանակներում կանրադառնանք եւ Արամը մի փոքր անդրադարձավ դրան, որ դրանք պետք է լինեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, բայց եթե մենք խոսում ենք նաեւ միկրո մակարդակով հասարակության տարբեր մակարդակներով միավորման մասին, ոչ թե այսպես ամբողջական հասարակության միավորման մասին, ապա այստեղ նույնպես փոքր խմբերը մեծ արդյունքներ կարող են, եթե իրենք հավատում են իրենց նպատակին, եթե իրենք ունեն իրատեսական ռեսուրսների գնահատում, իրատեսական պատկերացումներ եւ որոշակի նվիրվածություն եւ կարողանում է միմյանց հետ աշխատել։ Օրինակ տեսեք, մեր մոտ մի փոքր եթե համեմատենք օրինակ նույն անգլոսաքսոնական մշակույթի հետ, էական տարբերություններ ենք տեսնում։ Անգլոսաքսոնական մշակույթում համագործակցության համար անպայման չի մարդկանց միջև էմոցիոնալ խորը կապի առկայությունը։ Այնտեղ կարելի է նույնիսկ հակադրողի ու նույնիսկ թշնամու հետ պայմանավորվել, հա։ Մեր պարագայում այդ զգացմունքային պահը ամենաառաջ տեղն է գալիս, եւ եթե դա չկա, ապահովված չի, ապա որևէ ասենք համագործակցություն տեղի չի ունենում, նույնիսկ եթե կա ընդհանուր շահ։ Սա իհարկե երևի խորը պատմական արմատներ ունի, նաև որտեղ մեր մոտ վստահության աստիճանը ամենացածրերից է, եթե համեմատում ենք այլ հասարակությունների հետ, այդ իսկ այդ փոքր միավորվող խմբերը, եթե ստեղծում են այդ վստահության կղզյակները, այդ վստահության կղզյակների հիման վրա արդեն կարողանում ես գործողություններ անել։ Այսինքն մեր խնդիրը գնում է նաև այդ փոքր միավորման գործառնությունները իրենց կումուլյատիվ ազդեցությունը այնքան մեծացնել, որ դրանք ունենան արդեն համահայկական, համապետական ազդեցություն։ Ես մի միտք ուղղակի ավելացնեմ, քանի որ մենք հիմա կրթական հաստատություն ենք, կարծում եմ մենք ունենք որոշակի թերություններ, թերացումներ մեր մեջ, որից մեկը մանուկը նշեց ցածր վստահությունը փոխադարձ, բայց նաև երկրորդ խնդիրը, որ մենք ունենք, մենք իրականում չունենք գործնական փորձ այդ միկրո հասարակություններ ձևավորելու։ Դրանցից մեկը այբն է, որը աշխատում է, եւ չլիներ դա մենք այստեղ չենք լինի։ Մի այլ օրինակ ես գիտեմ իմ փորձից, դա գիտուժն է, որով մենք 2-3 տարվա մեջ հասանք մի արդյունքի, որի մասին կարելի է միայն երազել, երբ որ դու ունես այսօր Հայաստանում իրական գիտության զարթոնք, մարդիկ սկսել են ոգևորված զբաղվել գիտությամբ եւ երիտասարդներ ուզում են զբաղվել գիտությամբ, որ չկան ընդամենը 3-4 տարի առաջ։ Եվ այդպիսի միկրոմոդելները, երբ որ կայանում են, դու տեսնում ես որոշակի նաեւ թերություններ մարդկանց մտածողության մեջ, որոնք բերում են սրան։ Օրինակ մեկը ես նշեցի, դա քննադատական մտածողության բացակայություն, հետաքրքիր կերպով քննադատական մտածողությունը բերում է ոչ թե նրան, որ դու չես համաձայնվում, այլ որ դու համաձայնվում ես, որտեվ դու առաջնահերթորեն իր ամբողջ գաղափարը ոչ թե նանում է, որ դու անդադ մնացածներին քննադատես, այլ նանում է, որ քո ընկալման նկատմամբ ունենաս վերահսկողություն ու հասկանաս, որ քո էմոցիոնալ ընկալումը շատ թերի կարող է լինել, եւ ոչ թե պետք է էմոցիոնալ ընկալես, այլ խորապես։ Եվ դա բերում է նրան, որ մարդիկ սկսում են սովորել իրար լսել։ Մեր խնդիրներից մեկը նրանումն է, որ մենք իրար չենք լսում։ Հիմա ես որ մեկ-մեկ իմանում եմ, որ ասենք մի հատ ինչ-որ ոդքասթ մարդիկ 2 ժամ նստեղ լսել են, հիանում եմ դրանով, շատ ուրախանում եմ, ոչ թե որովհետև ոդքասթը շատ լավ է, այլ որ մարդկանց մեջ ձևավորվում է մշակույթ երկար ժամանակ ինչ-որ մտքեր լսել։
Երբ որ մենք սովորենք եւ մենք սովորեցնենք մեր երեխաներին, որ լսելը կարեւոր է, որ ուշադրությունը կարեւոր է, որ այլ մարդկանց հասկանալը շատ կարեւոր է, անկամ եթե այդ մարդը քո թշնամին է, մենք շատ բանի կհասնենք։ Մենք պարտվեցինք, որտեղ մենք չէինք հասկանում ադրբեջանցիներին։ Մենք չէինք հասկանում ինչ է կատարվում, մենք չէինք հասկանում մեզ եւ մեր հասարակությունը ինչ է կատարում, մենք չէինք հասկանում ինչ աշխարհում կատարվում, այլ չհասկանալու եւ չհասկանալը կարևորելու մշակույթը որ մենք ունենք, իսկ մենք իդեպ սիրում ենք չհասկանալ։ Չեմ հասկանում, չես ասում։ Այդ մարդ գովում է իրի, որ չի հասկանում դիմացինին։ Դուք պատկերացնում եք ինչ աստիճան դա մտած մեր մշակույթի մեջ։ Եթե մենք դա փոխենք, այլ փոխադարձ վստահություն է տեղը կգնի շատ բան։ Ու երևի թե դրան բանալին իրականում կրթությունն է նաև, որ մենք սկսենք իրար հասկանալ։ Կարճ անդրադարձ անեմ այդ շահ բառին, հա, եւ այստեղ մի կարևոր հասկացություն կա, ազգային շահ, որտեվ իսկապես ասենք ինչ է նշանակում այս կամ այն ազգի անդամ լինել, տվյալ դեպքում հայ լինել, ինչ է նշանակում։ Դու կարող ես նոմինալ ձևով հայ լինել, բայց որևէ ձևով դու կարող ես չծառայել, հա, հայ ժողովրդի ազգային շահին եւ նույնիսկ թշնամաբար դրա հետ վերաբերվել։ Եվ այդ դեպքում դու հայ ես թե հայ չես, այս է հարցը, որտեվ հայ լինել նշանակում է որոշակի ձևով այդ ազգային շահին ծառայել։ Այդպես է եղել դարերով, հա, պետությունների մոդելը այդպես է եղել։ Բայց այդ բառը շատ հետաքրքիր է, այդ ազգային շահ բառը, սա ենթադրում է, որ այդ ազգի անդամ լինելը շահավետ է։ Այսինքն քո անձնական շահի տեսանկյունից շահավետ է ընդհանրական շահին ծառայելը։ Դու ուժեղանում ես, բայց դա պետք է մեխանիզմի վերածել, որպեսզի կարողանաս մարդուն 1, 3, 4, 5 ասես կետերով բացատրես, որ հայ լինելը շահավետ է։ Հիմա ընդհակառակը մարդիկ կարող են մտածեն, որ չէ, դա այդքան էլ շահավետ չի, պետք է փախնել հայ լինելուց։ Բայց պետք է դա դարձնել ուժեղ հասկացողություն։ Պետք է դա դարձնել հետաքրքիր հասկացողություն, իմիջիայլոց այդ հետաքրքրություն եւ շահ բառը, օրինակ ասենք national interest-ը մենք չենք թարգմանում որպես ազգային հետաքրքրություն, ազգային շահ ենք թարգմանում, այդ հետաքրքրությունը եւ շահը իրար հետ փոխկապակցված են։ Ինքը պետք է շահավետ լինի այդ գաղափարը, ինքը պետք է հետաքրքիր լինի, ինքը պետք է ուժեղացնի քեզ եւ ոչ թե ամեն անգամ դա ասելով դու այսպես անելանելիության զգացողություն ունենաս եւ փախուստի ցանկություն ունենաս այդ գաղափարից։ Խնդրեմ, այլ հարցեր ունենք, այստեղ հարց կա։ Որն է եղել այն կետը, երբ մենք մեր դիմագիծը որպես քրիստոնյա ազգ սկսել ենք կորցնել, որն է եղել այն կետը, երբ սկսել ենք փչանալ, հա, այդ փտել ինչ որ առումով։ Գիտեք, կարելի է տարբեր պատմական ժամանակաշրջաններ նշել, միշտ եղել են վերելքի շրջաններ, հոգևոր գիտակցության եւ այսպես անկումային շրջաններ են եղել։ Այնպես չի, որ միշտ այսպես հարթ է գնացել եւ կամ միշտ դա զարգացում է ապրել։ Ես կասեի ընդհակառակը, անընդհատ երկխոսություն է այդ սկզբի հետ։ Մեկ էլ հանգարց մարդիկ գիտակցել են, որ իրենք կորցրել են այն կապը ավետարանական ակունքների հետ եւ նորից սկսել են վերադառնալ դեպի այդ ակունքներին։ Կամ քաղաքակրթությունը ձևավորվել է, սիստեմները ուժեղացել են, համակարգերը, պետությունները, բան եւ այլն, մեկ էլ մարդը կորել է այդ քաղաքակրթությունից։ Եվ մեկ էլ սկսել են ման գալ, որտեղ է այդ մարդը դարձել է քաղաքակրթության մի հատ այսպես ինչ որ մի անկարևոր մասնիկ է դարձել։ Օրինակ Նարեկացու Մատյան ողբերգությանը այդ մարդու վերստին գյուտն էր։ Այդ կորած մարդու, այդ վերամբարձությունների, աստվածաբանությունների, քաղաքակրթությունների, վերամբարձ այսպես բաների մեջ մեկ էլ մարդը կորել էր եւ ինքը այդ մարդու այդ տիեզերական աղաղակը լսելի դարձրեց։ Հիմա գալով մեր հայկական իրականությանը ես կարող եմ ասել, որ
անկախ նրանից մենք ունեցել ենք պետականություն, թե չենք ունեցել պետականություն, բայց մենք հոգևոր տեսանկյունից առնվազն մինչև 15-րդ դար միանշանակ շատ լուրջ զարգացում ենք ապրել, ասենք օրինակ մինչև Տաթևի դպրոց։ Հա, եւ այդ Տաթևի դպրոցի ամենանշանակալից, այսպես դրսևորումը եւ դեմքը եղել է Սուրբ Գրիգոր Տաթևացին, որը ընդհանրացրել է մեր ամբողջ նաեւ աստվածաբանական ժառանգությունը։ Եվ այնուհետև այդ օսմանյան կայսրության մեջ մտնելուց հետո, այդ օսմանյան կայսրության տիրապետության տակ հայտնվելուց հետո մենք տեսնում ենք զարմանալի հոգևոր լռություն, զարմանալի եւ ոչ միայն լռություն, այլ ես կասեի անպտղություն։ Այսինքն մենք բոլոր դարաշրջաններում ունեցել ենք փայլատակումներ, ես նկատի չունեմ զուտ հայկական փայլատակումներ, հա, Տաթևացուն կամ Նարեկացուն դու կարող ես տանել, չգիտեմ, Պլատոնի, Էյնշտեյնի, չգիտեմ, կամ Բախի կողքը դնես։ Այդպիսի մեծություններ են, միգուցե ասենք շատերը աշխարհում չգիտեն մեր ազգային փոքրության պատճառով, բայց նրանք համաշխարհային փայլատակումներ են։ Մենք այդ շրջանում, հա, Օսմանյան տիրապետության շրջանում այլևս չենք տեսնում այդպիսի փայլատակումներ։ Կա մի մեծ լռություն եւ նույնիսկ անդունդ։ Մենք որպեսի հասկանանք, թե ինչ է եղել, ինչպիսի մարդիկ են եղել, որ ստեղծել են այդ հզոր հոգևոր քաղաքակրթությունը, ապշեցուցիչ բան է, ինչ մենք ժառանգել ենք։ Մենք բարիս բուն իմաստով պիտի անդունդի վրայով թռնենք, որովհետև ինստիտուցիոնալ նաև խաթարումներ են եղել։ Օրինակ ասենք մենք չունենք բարձրաձայն պիտի ասենք, որ մենք չունենք վանական կյանք, գործող վանքեր, հիմա այսպես ձեռնարկվում են, փորձեր են արվում եւ այլն, հուսանք, որ դա կվերականգնի, բայց մենք ունեցել ենք որպես ժողովուրդ անգամ դարասկզբին հարյուրավոր, հազարավոր վանքեր ենք ունեցել։ Եվ այդ ամբողջը կորցրել ենք, իսկ վանականությունն էր պահում, հա, այդ շնորհների փոխանցականությունը, այդ հիշողությունը եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք լուրջ վերականգնողական աշխատանքի կարիք ունենք, որպեսի այսպես բեկոր վերականգնենք մեր բուն ինքնությունը։ Երևի թերևս այսպես սկսած 15-րդ դարից եւ այնուհետեւ իհարկե արդեն 20-րդ դարում են աղետները, որ մեզ վրա հասան ցեղասպանություն, հետո արդեն սովետական միություն, արդեն այդտեղ էլ այսպես դա էլ կոչվում է սպիտակ, այսինքն գաղափարական ջարդ եւ այլն, հրաշք է, որ այսքան մենք պահպանվել ենք, սա մեծագույն հրաշքներից մեկն է։ Հասմիկ Սարգ ծրագրից եւ իդեպ պարոն Փախչյանյանի խոսքը շարունակելով, Սարգը եւս մենք դիտարկում ենք որպես համախմբման միկրոկղզյակ եւ հույս ունենք, որ այդ կղզյակները շատանալու են։ Մի քիչ ավելի գալով դեպի ներկա եւ միգուցե ապագա, պարոն Հերկնյանը շատ հետաքրքիր տեսլական կիսեց, որը առնվազն ինձ համար նոր մոտեցում էր, հանգույց դառնալու գաղափարը, հա, այսինքն համայն հայության միավորման հանգույց դառնալը եւ իսկապես էլ դեր խաղացող հանգույց դառնալու տեսլականը իմ պատկերացմամբ հնչեց որպես այս պահի դրությամբ ամենաիրատեսական մոտեցումներից մեկը ամբողջ հայությանը մի կետի բերելու, իմի բերելու եւ համախմբելու եւ այստեղ շատ հետաքրքիր է ձեր պատկերացման որքանով են համահունչ ու համընթաց գնում համայն հայությունը չտարանջատելով որևէ կերպ, բայց հայաստանաբնակ եւ ոչ հայաստանաբնակ հայությունը, ու մենք գիտենք, որ մենք իսկապես համախմբելու շատ լուրջ մարտահրավեր ունենք, առնվազն առերեսելու իրականությունը եւ գիտակցելու, թե որ կետում ենք մենք հիմա այս պահին ու ինչից ենք սկսում, որ միգուցե շատ հույս ունենալով, որ կհասնենք այդ հանգույցին, որը կհամախմբի համայն հայությանը։ Անուկ ջան, դու ասել ես, դու էլ տակից դուրս արի։ Մենք հիմա բավականին բարդ իրավիճակում ենք, որտեվ այն ազդակները, որը Սփյուռքը տեսնում է Հայաստանից, բնավ չի բերում նրան, որ այդ համախմբումը տեղի ունենա։ Երբ որ
հարցականի տակ են դրվում քո ազգային խորհրդանիշները, իսկ խորհրդանիշները դա ուղղակի այդպեսի տենց սիրուն ինչ որ բաներ չեն պատմականորական, դրանք քո ինքնությանը կապող, նյութականը աննյութականին կապող, քո պատմությունը ապագային կապող ըստ էության երևույթներ են, եւ քեզ միասնական պատմական ազգ դարձնող իրողություններ են, կամ հարցականի տակ է դրվում ընդհանրապես հայկական պետության արժեքը սփյուռքի համար, համարելով որ սփյուռք հայերը այլ պետության քաղաքացիներ են եւ դա իրանց հիմնական ուրեմն գործունեության ոլորտը։ Եվ այս ազդակները կամ ցեղասպանության խնդրի դուրս հանումը Հայաստանի պետության, հայկական պետության ուրեմն արտաքին քաղաքականության օրակարգից այս ամենը իհարկե չի բերում այդ համախմբման եւ ընդհակառակը բերում է նրան, որ անհասկանալի է դառնում հայկական պետության առաքելությունը ընդհանուր հայկական ազգի համար։ Եվ այստեղ միանշանակ է, որ այդ առաջնորդությունը չի կարող գալ Սփյուռքից, որտեղ Սփյուռքը այդքան կազմակերպված չի, ինչքան պետությունը կարող է կազմակերպված լինել, եւ ըստ էության դա նաեւ սխալ է լինել, որովհետեւ եթե դու ունես պետություն, որը մեր կարծիքով պիտի հավակնի ներ ազգային պետություն, հայկական պետություն, ոչ թե ինչ որ բազմաէթնիկ մի պետություն, ապա իսկապես այդ առաջնորդությունը պիտի գա այդ պետությունից։ Եվ այստեղ դա չի նշանակում, որ այդտեղ ներդրում չպետք է ունենա Սփյուռքը տարբեր, բայց այդ կոնսոլիդացնող հատկությունը եւ այդ հանգուցային դերակատարությունը պիտի մեր մոտ լինի եւ այդ առումով այո հիմա բացարձակապես ներդաշնակեցված չի եւ մեր մարտահրավերներից մեկը կարծում եմ հենց դա է, որ դա իսկապես հայկական պետությունը դառնա այդ առաջնորդող ուժը։ Մանուկի ասածին մի բան ավելացնեմ, երբ որ Մանուկը ասում էր հայկական պետություն, հավանաբար Մանուկը նկատի ունի հրեական պետության անալոգիան, որ այսինքն ցանկալի կլիներ, որ մենք իսկապես լինեինք ազգային պետություն, այդպես էլ կոչվում է Jewish state է կոչվում, հրեական պետություն կամ հրեաների պետություն։ Դա չի նշանակում, որ այնտեղ այլ ազգեր չեն ապրում կամ չգիտեմ իրենք ինչ որ իրավազրկված են եւ այլն, բայց դա հրեական պետություն է եւ հրեա հասկացողությունն էլ իրենց մոտ շատ աղերսված է կրոնի հետ։ Դա պարզապես գենետիկա չէ։ Դա դարերով իրենց հրեա պահած ուժն է, գաղափարն է, այսինքն հրեականությունը սերտորեն աղերսված է հուդայական կրոնի եւ սիոնիզմի գաղափարախոսության հետ։ Եվ իրենք ասում են, որ սա այդ գաղափարախոսությունը եւ այդ կրոնը կիսողների, նույնիսկ եթե դու կրոնական կամ հավատացյալ մարդ չես, դրանից բխող բոլոր արժեքները պետք է կիսես, դա է այդ պետության հիմքում դրած եւ դա այսօր աշխարհում գործող ունիկալ այսպես մոդել է եւ շատ է խոսվում դրա մասին, իհարկե ես չգիտեմ թե մենք ինչքան նով կարող ենք այդպիսի մոդել իրագործել, բայց համենայն դեպս երևի հրեաներից հետո պատմական այսպես զուգահեռներով եւ այդ քո ինքնության մասին բացառիկ պատումներով եւ այլն երևի մենք այն տեխնացու ազգերից ենք, որ պետք է ստեղծենք այդպիսի մի մոդել, բայց ես ձեզ ասեմ, մենք ուրիշ շանս էլ չունենք։ Եթե մեր երազանքը միջին եվրոպական պետություն դառնալն է, մենք կործանվելու ենք։ Արդեն այնտեղ մի սարսափելի քաոտիկ վիճակ է, լրիվ քաոտիկ հոգեվարքային պետականության արժեքների հոգեվարք է ուղղակի։ Եթե ես չեմ ասում այնտեղ լավ բաներ չկան, լավ բաները միշտ էլ պետք է սովորել եւ վերցնել, բայց մենք պիտի աշխատող մոդել ունենանք այն այս տարածաշրջանի համար եւ որը որ պիտի հաշվի առնի այդ համայն հայությունը աշխարհով մեկ սփռված, ինչպես որ հրեական պետությունն է այսօր հզոր այդ աշխարհով մեկ սփռված այդ հրեական ցանցի եւ ֆինանսական եւ այլ, այսպես ասած, ուժերի
պատճառով։ Ես վերջապես տամ այդ շատ սպասված վերջին հարցը, բարեբախտաբար այն շատ կարճ է։ Ինչպես համախմբվել։ Որն է այդ համախմբման գինը եւ ինչ պատասխանատվության արժև է այն մեզ կանգնեցնում։ Խնդրեմ Մանուկ։ Նախ ասեմ, որ ես այդ հարցի պատասխանը չգիտեմ։ Ու շատ թերահավատորեն մոտենամ այն մարդկանց, որոնք ունեն հստակ բանաձև, ասել են A, B, C, D ու կստացվի այդ ամեն ինչ։ Այն իրավիճակներում, որոնք բնութագրվում են մեծ անորոշությամբ, բազմաթիվ գործոնների առկայությամբ, ճգնաժամերով, ալգորիթմական լուծումները չեն աշխատում։ Եվ այստեղ ինձ թվում է կարևորագույն հարցը կայանում է նրանում, թե ինչպիսի առաջնորդության մոդելներ կարող են ձևավորվել, որտեղից այդ ամեն ինչը պիտի գա, այդ գինը Տերմեսոպը որ հարցրեց, ինձ թվում է մենք ուղղակի կարող ենք դրա մասին խոսել, որոշակիորեն այդ հատկանիշները կարողանալ թվարկել։ Նախ եւ առաջ մենք խոսեցինք արդեն նրա մասին, որ առանց պատասխանատվության խորապես ընկալման ընդունելու նմանատիպ ուրեմն լուծումներ տվող անհատների կամ խմբերի հավակնություններին պետք է թերահավատորեն մոտենալ։ Այստեղ երբեմն մենք տեսնում ենք ինքնակոչ առաջնորդության օրինակներ։ Ես կարծում եմ մեր լուծումները միայն կգան այն ժամանակ, երբ որ այդ առաջնորդները ոչ թե ինքնակոչ են, այլ կոչված են, եւ իրանք ուրիշ տարբերակ չունեն, քան պատասխանելու այդ կոչին։ Այսինքն իրանք ստիպված են այդ ամեն ինչ անելու։ Եվ այստեղ գալիս է մեծ կարևոր հատկանիշ։ Դա խոնարհության հատկանիշն է։ Մենք փոքր ազգ ենք, բայց ամեն մեկս տես մի հատ մեծ ես ենք շալակած տանում, տիեզերական ես է, էլի, այդ չգիտեմ այդ որտեղից է, բայց այդպիսի բան եմ ես զգում։ Եվ միայն այդ իսկապես տենց սեփական սահմանափակությունները, սեփական մեղքերը գիտակցող ուրեմն առաջնորդությունն է, որը ինքնակոչ չի եւ որը տանելու է ավելի ճշմարիտ տեղեր։ Այլապես այն տունը, որը կկառուցեն, կլինի ավազի վրա կառուցված տուն։ Եվ այդ գինը դա է, այդ գինը այդ իսկապես խորապես այդ զգացողությունն է եւ պատրաստ լինելն է ամենակարևորը։ Եթե մենք չգիտենք ալգորիթմները, այն ինչ որ դու անում ես, ընդհանրապես դու պիտի պատրաստ լինես, այսինքն դու անընդհատ պիտի պատրաստ ես։ Այո, իսկապես այդ ինստիտուտները ուժեղացնելով, համակարգեր փորձը միկրոմակարդակում համագործակցելով, փորձելով այդ օրինակները ցույց տալ, ես կվստահեի այն առաջնորդությանը, որը իսկապես գալիս է անհրաժեշտությունից, հանգամանքների բերումով ստիպված ինչ-որ բան անելու, ստիպված լինելով այդ ամեն ինչը անելու եւ նաեւ խորապես հասկանալով մեր այս ամբողջ պատմական առաքելությունը, չնայած երբեմն լինում են մարդիկ, որոնք այդ առաքելության ինչ-որ դրսևորումներ են իրագործում առանց շատ լավ հասկանալու, այդ էլ կա։ Այսինքն մենք նաեւ ինչ-որ տեղ նախախնամությանը պիտի վստահենք, բայց իհարկե նախախնամությունը աշխատում է ազատ մարդու ազատ կամքի հետ միայն եւ այս ազատ մարդն է, որ այդ նախախնամությանը պատասխանում է։ Դրա համար կարծում եմ ամենակարևորը այդ պատրաստությունն է, պատրաստ լինելն է, փորձել պատրաստ լինել այն իրավիճակներում, երբ որ կանչված կլինես ու կստեղծես այդ համակարգերը։ Ես վերջում թերևս ինձ թույլ տամ մի օրինակ բերել, այս Արցախյան երկրորդ պատերազմից հետո ցավալի պարտությունը մեր ընկերների շրջանակներում մեզ եւս բերեց այդ մտորումների, էլի սեփական սխալները գիտակցելու հետեւյալ հարցն ենք տալիս, թե ինչն ենք մենք սխալ արել, որտեղ պարտությունը բոլորիս է, մենք եւս պարտվել ենք, հա, ինչն ենք մենք սխալ արել, կամ այնքան այն չափով չենք արել, որ պետք է, մենք եկանք այն երեզակացությանը, որ այդ ինքնության, ինքնաճանաչողությունը եւ դրա հիման վրա սեփական օրակարգերի ձևավորումը այն կարևոր բացն է, որը մենք չենք անում եւ մեր ամրոց ազգային զարգացման հիմնադրամը հենց դա էր, հենց դրա պատասխանն էր, մեր
հավաքական պատասխաններ դրալ, որովհետև մենք ձևակերպեցինք ինքնության 4 հիմնասյուները, հավատը, լեզուն, հայրենիք եւ արժեքներն եւ փորձեցինք այդտեղ անել, այդտեղ ծրագրեր անել։ Դա եւս արտացոլումն է նրան, որ մեր բաց թողումներն էր, ոչ թե մենք դա դիտարկում ենք այն տեսանկյունից, որ ինչ որ մի լավ բան ենք անում, ոչ, ընդհանրապես մեր պարտքն ենք հատուցում, այն էլ կիսատ։ Չկա այսօր մի գործունեություն, որ հնարավոր լինի լրացնել այն բացը, այն սխալները, որը մենք արել ենք պատմականորեն, որը բերել է այս աղետալի իրադարձություններին, հա, պատմական կորստին Արցախի, որը 2-3 հազար տարի հայկական ներկայություն է եղել ու մեր կյանքի ժամանակահատվածում ուղղակի կտրվել է դա, այդ մեծ ողբերգություն է, մենք դրա այդ ողբերգության ծանրությունը չենք գիտակցում միջև վերջ ինձ թվում է, կամ գիտակցում ենք ուղղակի գցել ենք մեր անգիտակցականի այն ոլորտները, որտեղ այնքան ցավալի է, որ նույնիսկ դրա մասին խոսելն է արդեն ցավ պատճառում։ Չգիտեմ, ինձ թվում է այս գիտակցումն է, որ ինչ էլ որ անենք միևնույնն է պակաս է, ինչ էլ որ անենք միևնույնն է չենք լրացնելու եւ այդ զգացողությամբ արվածն է, որ երևի թե իսկապես պտուղներ է տալու։ Ես կարծում եմ, որ պետք է մեզանից ամեն մեկս զբաղվի ինքնա կատարելագործմամբ եւ մնացածներին կատարելագործելով։ Եվ այդ կատարելագործումը հիմնականում պետք է գնա այն ուղղությամբ, որ մենք մեկս մյուսի միշտ հարցնենք, թե դու ինչ ես անում քո ազգի եւ քո երկրի կայացման եւ զարգացման համար։ Ամեն պահ մեկս մյուսին այդ հարցը սովորենք տալ։ Գիտակցենք, որ դա մեր ամենաօրակարգային հարցն է։ Տեսեք, ժամանակակից աշխարհում առատության աշխարհ է։ Ես չեմ ասում, որ բոլորը ունեն ուտելիք, Հայաստանում դեռ մեծ տոկոս աղքատություն է եւ շատերը ապրում են աղքատության շեմից ցածր, բայց չկա հիմա իրավիճակ, որ եթե մենք ուզենանք, չենք կարողանա բոլոր հայերին կերակրել։ Չկա նման բան։ Մենք կարողանանք այն, ինչու մենք ունենք մարդիկ, ովքեր բավարար ուտելիք չունեն, գալիս է միայն նրանից, որ մենք ունենք շատ անարդյունավետ երկիր, շատ անարդյունավետ կառուցվածք եւ արդյունքում շատ անարդյունավետ տնտեսություն եւ չեն կարողանում լուծել անգամ մեզ համար հարազատ մարդկանց, մեզ նման հայերի գոյության արժանավայր գոյության խնդիրները։ Եվ ինչից է սա գալիս։ Սա գալիս է նրանից, որ եթե մենք նայենք ամեն անձի մակարդակով, մենք շատ քիչ ենք մտածում ընդհանրականի մասին։ Մենք չենք մտածում նրա մասին, որ բացի ինձնից կա այլ բան, եւ այդ այլ բանին ես պետք է ծառայեմ ավելի շատ, քան ծառայում եմ այսօր։ Եթե մենք դա չսովորենք անել, ու դա գիտեք, դա վարժանք է։ Այն վիճակում, որում մենք հիմա ենք գտնվում, մենք ունենք դրա հակասովորությունը, անընդհատ կենտրոնանալ անձի վրա, իմ վրա, իմ բնականաբար ինձ համար ամենակարևորը է երեխեքս, ամուսինս, կինս, բան այդ շրջապատի վրա։ Մնացածները երկրորդական, երրորդական, չորրորդական են։ Եթե մենք չունենանք այդ հավաքականության մասին առօրյական ռեժիմով անընդհատ մտածելու մշակույթ, մենք հեռու չենք գնա։ Մենք կմնանք այս նույն վիճակում եւ այն բոլոր ախտանշանները, որոնք մենք ունենք, պարակտվածությունը հեշտությամբ տարբեր արտաքին գաղափարական ազդեցությունների ենթարկվելը, որտեվ ատոմացված հասարակությունը շատ հեշտ է ենթարկում, ջրի նման մեր վրա ամեն տեսակի փորձ դնում են, ինչ մեր մեջ լցնում է, մեր մեջ լուծվում է։ Մենք այդ վիճակում ենք, որտեվ ամեն մեկս մեզանից չունի այն ընդհանուր գիտակցությունը, չի մտածում, որ բացի ինձնից կան նաև մնացածներ, այդ մնացածներով եմ ես պայմանավորված, անց այդ ընդհանրական ես ոչինչ եմ։ Իմ անուն չունեմ այլևս, իմաստ չունեմ, ազգ չունեմ, ես ոչ հայ եմ, ոչ այս մարդն եմ, ոչ այս ընտանիքի հայր եմ, ոչինչ եմ։ Այդ հարցը մենք անդադ մեկս մյուսին տանք։ Երբ որ մեր երեխաները ասում են, ես ուզում եմ գնամ արտասահման սովորելու, պետք է հարց տաս, քո այդ որոշման մեջ դու ով ես։ Քո անունը ինչ է։ Դու ինչ ես ուզում դրանից հետո լինել։ Դա ինչ է նշանակում քեզ համար։ Ու նա պիտի կարողանա դրան պատասխան տալ, որտեղ մենք հիմա բոլորս անընդհատ մտածում ենք, ով ինչ է անելու, եթե վաղը Հայաստանը չլինի։ Խոստովանեք, դուք չեք մտածել դրա մասին։ Մտածել եք, չէ՞ հաստատ։
որտեղ դա մեզ համար թույլատրելի սցենար է, որտեղ մենք բոլորս առաջին հերթին մտածում ենք մեր մասին, ոչ թե հավաքականության մասին։ Մենք թույլ ենք որպես հավաքականություն եւ կարծում ենք, որ կարող ենք ուժել լինել որպես անձ, բայց դա այդպես չի լինում։ Եվ ես կարծում եմ, որ սրա մասին պետք է բոլորս անընդհատ առօրյայից երեկո մտածենք, ու որ հավատացեք, ես տեսել եմ մարդկանց ու մտածողությունը փոխվել, ու ես տեսել եմ դրա հետևանքը։ Ես տեսել եմ դրա անհավանական հրաշքները, որ դրա արդյունքում առաջանում են։ Ուղղակի եկեք սովորենք այդպեսին լինել եւ շատ բան կփոխվի։ Շատ լավ։ Ես մի փոքր սկսեմ ընդհանուր հասկացություններից, հետո անդրադառնամ անլուծելի խնդիրների լուծումներին։ Նախ մենք խոսեցինք պետականությունից եւ հասկացանք, որ մենք ստեղծել ենք պետության մի մոդել, որը իր մեջ պարունակում է բազմաթիվ խնդիրներ։ Երբևիցե նույնիսկ հարցադրում չենք դրել, թե արդյոք այդ պետությունը համապատասխանում է մեր ինքնությանը, առաքելությանը եւ այլն, այն ամենին, ինչին որ մենք կոչված ենք։ Պետականության մոդելում ամենևին ֆիքսված չի քրիստոնեության դերը, իսկ մենք դերակատար ժողովուրդ ենք այդ քրիստոնեության մեջ, նշանակում է, որ մենք մեր պատմական ստատուսը թողնում ենք մի կողմ եւ ձևավորում ենք պետություն, որը ամենևին չի արտահայտում այդ քո պատմական դերը, որը կարող է այսօր էլ աշխարհում շատ կարեւոր լինել, եւ իդեպ մեզ շատ ավելի կհարգեին, որ մենք քրիստոնյա լինեինք, քան հիմա են հարգում, նույնիսկ մահմեդականները։ Դու հավատքի ժողովուրդ ես, քո նկատմամբ վերաբերմունքը լրիվ ուրիշ է։ Եթե անհավատ ժողովուրդ ես, քեզ դες որպես օտար մարմնի են վերաբերվում։ Շատ հստակ է։ Եվ հավատացյալ նաև նշանակում է հավատարիմ։ Նույն արմատն է։ Հավատարիմ ժողովուրդ ես, թե հավատարիմ չես։ Սա է նշանակում։ Այսինքն մենք լրջորեն պետականության մոդելի քննարկման խնդիր ունենք եւ փնտրտուքի հարց ունենք։ Առաջնորդության հարցը շատ ցավոտ հարց է։ Լիովին համամիտ եմ Մանուկի հետ, որ քրիստոնեությունը մեզ լրիվ այլ առաջնորդության մոդել է առաջարկում, հիմնված խոնարհության վրա։ Եվ 2000 տարի է անցել, դա մեծագույն կրոնն է աշխարհում։ Եվ դարերով եղել է մեծագույն կրոնը, որտեվ ինքն է ցույց տալիս այդ ֆունդամենտալ արժեքները, որոնց վրա կառուցվում եւ հզորանում են ազգերը։ Առաջնորդ եթե խոնարհություն չունեցավ, եղավ գոռոզամիտ, հիշաչար, այսպես ասած, անznավորություն, դե մենք երբեք ոչ մի լավ բան դրանից չենք ունենա։ Հիմա գալով այս խնդրի լուծելիությանը, գիտեք, կան լուծելի եւ անլուծելի խնդիրներ մաթեմատիկայի մեջ։ Դու կարող ես ամբողջ կյանքդ, այսպես ասած, ինչ որ խնդրով զբաղվել, որը լուծում չունի, փակուղի է։ Եվ հուսամ, որ մենք գտնվում ենք լուծելի խնդիրների տիրույթում։ Միգուցե մարդկային տեսանկյունից դա թվա մեզ անլուծելի, փակուղային, բայց մի մոռացեք, որ միշտ Աստված ունի լուծում։ Մեր կյանքը միայն այս հարթության մեջ չի։ Այս ուղղահայացը շատ ավելի կարևոր դերակատարություն ունի մեր կյանքում, քան այս հորիզոնական հասկացությունները։ Մենք անընդհատ այս ուղղահայացի վրա ենք հիմնվում եւ անընդհատ դրա հետ երկխոսության մեջ ենք։ Եվ ըստիս մենք հիմա մեծ խնդրեմ ունենք, որ ինչպես արդեն ասացի, որ մենք հավատքի ժողովուրդ չենք։ Մենք հավատքով չենք մոտենում խնդիրներին։ Իսկ եթե հավատքով ես մոտենում, նույնիսկ անհնարին թվացող բաները, որ մարդկային տեսանկյունից անհնարին են, հանկարծ լուծումներ են ստանում, որովհետև այդ լուծումների տերը սպասում է, որ մենք հարցնենք այդ լուծումների մասին, բայց մենք համառորեն մեր երեսը շրջում ենք իրենից եւ մնում ենք առանց լուծումների։ Ուրեմն սա շատ կարևոր է, թե ինչպես ենք մենք փնտրում այդ լուծումները եւ որտեղ ենք փնտրում, ում հետ ենք ուզում աշխատել այդ լուծումների վրա։ Բացի դրանից ես ուզում եի ասել, որ
մենք շատ է խոսվում այսպես ապաշխարությունից, որ մեզ ապաշխարություն է պետք, դարձ է պետք եւ այլն, բայց ես ուզում եմ հասկանալ, ուզում եմ ասել, որ դրա հիմքում դրված է չարիքի գիտակցումը, որ դու խորապես հասկանում ես չարը ինչ է եւ ինչ ձևերով է ինքը մարդուն փորձում։ Ես խոսում եմ ոչ թե այսպես абստրակտ չարիքի մասին, հա, որ դա ինչ որ բարոյական օրենքների է հակասում, այլ անձնավորված չարիքի մասին եմ խոսում։ Այն ուժերը, որոնք որ մեզ շրջապատում են, մեզ պետք է կամովի դարձ այդ չարից։ Տեսեք, եկեղեցական մեր մկրտության արարողությունը ինչպես է սկսվում, չարից հրաժարումով։ Մենք շրջվում ենք դեպի արևմուտք եւ հրաժարվում ենք չարիքից։ Մինչեւ չենք հրաժարվում, արարողությունը չենք անում։ Այսինքն նոր դառնում ենք արևելք եւ մեր դավանությունը, մեր հավատքն ենք արտահայտում։ Ուրեմն մեզ պետք է լուրջ դարձ այդ չարիքից, դարձ առ Աստված։ Եվ ինչ որ առումով ես, չգիտեմ, ներքուստ զգում եմ, որ մենք մի նոր ուխտի կարիք ունենք։ Ազգը դա ինչ-որ մի սրբազան հասկացողություն է, սակրալ հասկացողություն է եւ դա հիմնված է Աստծո հետ այդ հավատարմության ուխտի վրա։ Միգուցե մեր հայրերը ժամանակին դա արել են, ոչ թե միգուցե արել են այդ 301 թվականին, երբ որ մենք քրիստոնեությունը ընդունեցինք, բայց նույնիսկ եթե նրանք դա արել են, մենք այդ ուխտը նորոգելու, նորովի բացատրելու ու թարգմանության կարիք ունենք։ Եվ ըստ իս սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ տևապես մենք սրան չենք անդրադարձել։ Տեսեք, օրինակ Սովետական միության ժամանակաշրջան ինչեր ասես չենք արել, եկեղեցիներ ենք քանդել, մեր եղբայրներին ենք մատնել, բոլորովս մատնությամբ էին գրեթե զբաղված, ամբողջ Սովետական միությունն էր դրանով զբաղված, ինչպիսի լուսավոր մարդկանց կործանեցինք։ Հիմա երբ որ մենք անկախություն ստացանք, մենք որևէ ձևով ֆիքսեցինք մեր դարձը չարիքից։ Թե այդ ամեն ինչը մեզ հետ քաշ տվեցինք, բերեցինք այս անկախ Հայաստան, 30 տարի է մենք այս ձևի ճգնաժամային վիճակում ենք գտնվում։ 30 տարի կան այդ պարակտման գծերը, կան այդ բաժանումները եւ այլն, եւ դրանք ոչ թե անհետանում են, գնալով ավելի խորանում եւ ավելի չար բնույթ են ստանում։ Ուրեմն այս ամեն ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Մենք նոր հավատարմության ուխտի կարիք ունենք։ Եվ ուզում եմ նաև եզրափակել մի անգամ եւս այս գաղափարը շեշտադրելով, որ մենք մեր ինքնության, մեր հոգևոր ինքնության վերաբացահայտման եւ վերարժևորման կարիք ունենք։ Մենք մեզ պիտի Աստծո մեջ գտնենք, Աստծով մեզ մենք պետք է գտնենք։ Սա է սիրո բանալին։ Քրիստոնեությունը ամբողջ այդ սիրո ու զոհաբերության մասին է, որտեղ այդ սերը ենթադրում է, որ դու ինչ որ մի գին դրա համար պիտի վճարես, եթե գին չես վճարելու, ոչ մի զոհաբերություն չկա, այդ սերը անիմաստ բան է։ Ամբողջ քրիստոնեական կրոնը հիմնված է այդ զոհաբերության գաղափարի վրա։ Աստված իր սերը արտահայտեց մեր նկատմամբ զոհաբերությամբ։ Ուրեմն նշանակում է սիրել, դա նշանակում է ինչ որ բան զոհաբերել հանուն դիմացինի։ Սիրել նշանակում է ինքդ քեզ կորցնել դիմացինի մեջ ինչ որ առումով։ Սա երևի երջանկության բանալին է։ Սիրել նշանակում է ինքդ քեզ կորցնել Աստծո մեջ եւ ինքդ քեզ նորովի հայտնաբերել Աստծո մեջ։ Սրանով եզրափակենք մեր այսօրվա քննարկումը, շատ շնորհակալ եմ խորը հարցերի համար, հետաքրքիր քննարկում ստացվեց եւ շնորհակալություն մեր անախոսներին, զրուցակիցներին, հետաքրքիր շատ խորը մտքեր արտահայտելու համար, Աստված ձեզ հետ եւ բարի գիշեր։